Ընկերներ, երբևէ պատրաստել եք թոքով կարկանդակ, եթե ոչ, ասեմ, որ շատ համեղ է, անպայման պատրաստեք։ Այժմ ներկայացնեմ պատրաստման ընթացքը։ Նախապես եփում ենք սև թոքը, թողնում սառչի, այնուհետև աղում ենք։ Մանր կտրատում ենք գլուխ սոխը, լցնում թավայի մեջ, ավելացնում ենք կարագ կամ բուսայուղ, տեղափոխում ենք կրակին և տապակում։ Ավելացնում ենք համեմունքներ ըստ ճաշակի և այս ամենը ավելացնում թոքին։ Կտրատված կանաչիներ ենք ավելացնում, խառնում և դնում մի կողմ։ Պատրաստում ենք խմորը։ Ալյուրին ավելացնում ենք աղ և խմորիչ, խառնում ենք, ավելացնում գոլ ջուր, հունցում ենք ձեռքերին կպչող փափուկ խմոր։ Ծածկում ենք խմորը, թողնում ենք հասունանա մոտ 15-20 րոպե, որից հետո կրկին հունցում ենք և արդեն թողնում ենք հասունանա մոտ 30 րոպե, իհարկե ամեն ինչ կախված է սենյակի ջերմաստիճանից։ Որից հետո խմորը բաժանում ենք մասերի, գնդում, այնուհետև յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք և ձևավորում կարկանդակները։ Թողնում ենք հանգստանան մոտ 15-20 րոպե, որից հետո վրան հարած ձու ենք քսում և տեղափոխում 180 աստիճան տաքացված ջեռոց մինչև կարմրելը։ Արդյունքում ստանում ենք ահա այսպիսի ախորժելի և համեղ կարկանդակներ։ Փորձեք, սիրելիներս, վստահ եմ կհավանեք։ Բարի ախորժակ։